Տեսարիջանի վախտով արեկից անցումը Սիբիրը նայեք։ Կամ ու խոսան։ Հանուն ինչպեսի Գյումրի եք պատրաստվում։ Հանուն արդարության, հանուն Գյումրի, հանուն մեր ընդդիմության հաղթանակի։ Ընտանիքի անդամների հետ եք։ Հոգ հայկիս մեկ է կնոջս հետ ենք։ Դե մի Սարիկ Մինասյանը մի ադամ սուտ դուս տվեց ու պատասխանը չկրնացավ տա, էլ այդ մասին կարելի է խոսալ։ Ինչի համար, այս քաղաքում բոլորը ինձ ճանաչում են, այս քաղաքը բոլորը ինձ գիտեն։ Ես թաքնված ոչ մի բան չեմ եղել, հագապետական էլ եթե բաներ ածեղնին պետությունը դրով կզբաղվի։ Այս պահի դրությամբ ինչ տեղեկություններ ունեք, ո՞նց են ընթանում ընտրությունները։ Նորմալ խախանդ։ Ինչով եք Մասնակցությունն է։ Դե ժողովուրդը հիասթափված են, այս 30 տարի էլ խաբել են։ 30 տարի հները խապեցին, այս 7 տարի էլ ավելի պետար Սարիկն ու իր թիմագիստները իր քաղաքական ղեկավարով։ Իսկ այ որ ասեցին գյումրեցիները հաչները, երբ որ իրենց որդիները Ղարաբաղ են ընկնում եւ այնտեղ ծառան։ Ով է ասե։ Կարելի է։ Ով է ասե։ Սարիկի որ խոսքին ես հավատամ։ Սարիկը անձամբ իմ անունից հետ կապված բան խոսած, ցույց խոսած, մնացածի համար ինչ կգնա։ Ով Հեսա անդրություններին մի քանի ժամ է մնաց, դորից հետո դուք կտեսնիք, Սարիկն իրավունք ունի այդ մասին խոսալու, թե չունի։ Ով է վստահ։ Կաբրին կտեսնիք։ Ձեր շանսերն ինչպես է գնահատում։ Առաջն Աստված ժամ 8-ից հետո բոլորը կտեսնիք։ Դուք ձեզ իսկապես ընդդիմադիր տեխնացու համարում եք։ Միանշանակ։ Սա ասում եմ, որովհետև օրինակ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, եթե ընդդիմադիրներից ինքը բարձրացրին հավաքի, ինչ որ մեկ ընդդիմադիրներից հավաքի, ինքը կմիանա բոլորին, ոչ մի պաշտոն չի ակնկալում, իսկ եթե օրինակ նա հավաքի եւ ընդդիմադիրները իրեն չմիանան, ամեն ինչ ասված է եւ պարզը իրենց հետևումով էր կանգնած եւ սրանով ամեն ինչ վերջանում է։ Հիմա միանալու եք, չեք միանալու, այս դեպքում Տեսեք, ես մեկնաբանություններ չեմ անելու ոչ մեկի արդայությունների հետ կապված, իսկ ինչ կմնա միավորվել է, երբ ընտրությունները, արդյունքները կտեսնենք մենք ու կիմանանք ովքեր են այդ բարերը, ինչ եմ անցել, հետո նոր կխոսանք այդ մասին։ Չէ, դա մեկնաբանություն չի, հստակ հարց է, եթե ընդդիմադիրներից մենք ամենաառաջին որ ուշադիր եղնենք մեր կարոզներից առաջ է, երբ պատրաստվում ենք ընտրություններին, ասել ենք մենք չենք խփելու ընդդիմության ոչ մի տեխնացուի, չենք խանգարելու, որովհետեւ հետո մենք կարողանանք կառուցողական բանակցություններ վարենք մեկս մյուսից հետ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր դիտարկմամբ հավասար պայմաններ էին բոլոր տեխնացուների համար։ Ոչ, միանշանակ ոչ, պետական ապարատը օգտագործել է իր ռեսուրսները բոլոր ուժերով, հայտնի է բոլորը տեսել եք, բոլորին հայտնի շիբին է, լուսավորությունը, որը իրանց աշխատանքն էր, իրանց պարտականությունն էր, այս փորձեցին քարոզարշավի շրջանակներում այդ ամեն ինչը կատարել, որպեսզի դիվիդենդներ ձեռք բերեն, այդ էլ ժողովուրդը չի խափնվելու, միանշանակ իմացեք։ Ընտրախախտումներ գրանցվել են, բայց կոնկրետ տեղամասերը չեմ կարող ասել, որտեղ նոր մեր շտաբից դուրս գալուց, մեր շտաբի պետը հենց այդ թեմաներով զրուցում էր ինչ-որ դիտորդների հետ, բան կա, միանշանակ կա։ Քաղաքացիական պայմանագրի անդամներից ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրինակ նշում է, որ փորձում են ճնշել գյումրեցիներին եւ հին ձևերն են փորձում բանեցնել, հիմա այդ հին ձևերից Հին ձևերը ավելի կատարելագործված իրանց մոդ է։ Հին ձևերը ավելի կատարելագործված իրանց մոդ է այս բային։ Կարծիքներ կան, որ այս ընտրությունները Գյումրիի լակմուսի թուղթ են լինելու համապետական ընտրություններից առաջ, արդյոք այդպես է թե սա պարզապես քաղաքային։ Ես բազմիցս ասել եմ, մենք մասնակցում ենք ընտրությունների մեր քաղաքի ժողովրդի, մեր քաղաքի շահերի համար։ Երբ որ ասուկամոք քվեները այնքան կեղնի որ մենք կդառնանք քաղաքապետը, այդ ժամանակ մենք մեր աշխատանքով կապացուցենք ժողովրդին, որ մենք լավն ենք, աստիճանաբար մեր ժողովուրդը արդեն կերտա մեր քաղաքական թիմից ենք ու դա։ Ինչ է նշանակում պատրաստում ենք ազգային ժողովի ընտրություններին։ Ոնց հասկանանք։ Սա Գյումրու ընտրություններն է, ես կոնկրետ մասնակցելու եմ Գյումրու համար։ Հնացածը
ընտրություններից հետո էլի կերևան։ Ամեն մարդու աշխատանքը, ճիշտ աշխատանքը, ամեն քաղաքական ուժի տեխնազոյի իր համար հետագայում քվեներ եւ վստահություն է բերելու տվյալ քաղաքական ուժին։ Դարձյալ այդ Թուրքիայի պատմության հետ կապված հրապարակումներից հետո գյումրեցիների հետ շփումներում նկատել եք որևէ անհանգստություններ։ Դուք գործարար մարդ գիտեք, ով արտահանումով է զբաղվում այս աշխարհում, մանավանդ երբ որ կա Ուկրաինայի հարց։ Երբ որ ապրանք արտահանեց կամ ներմուծեց, կարող է չօգտվել այդ երկրի տարածքից։ Գիտեք, դա գործարար։ Ասում եմ գյումրեցիների հետ շփումներում վերաբերում։ Գյումրեցիները ինձ նոր չեն ճանաչում, իմ էլ առաջի տարիից չէ այդ երկրի հետ կապը։ Շատ երկար ժամանակ է։ Գյումրեցիներ չգիտեն, իսկ հիմա հանրային իմացան, որ հանրային ավելի մեծ մասշտաբ ստացավ այդ, որ Գյումրիում չեք բնակվում, դուք չգիտեք որ չգիտեն։ Հա, դե որ գյումրեցիք ով ինձ ճանաչում է, սա գիտեն, որ ես գործարար եմ, մենակ այդ երկրի չէ։ Ես Բուլղարիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, մյուս երկրների հետ գործ կնեմ, ինչ եղավ, որ ԿՊ-ն հենց հիշեցրիք։ Որովհետև ԿՊ-ն արդեն էլ չեմ ուզում։ Այսինքն այդ հրապարակումը իր նպատակին չի ծառայել, մասնավորապես ձեր վարկանիշի վրա էին ուզում։ Իրանք փորձեցին ցեխ շպրտել եւ փորձեցին անհիմն թղթից խոսալ, որը գոյություն չունի նաեւ, եղել է նախկինում, փորձեցին դրանով դիվիդենդներ հավաքել, բայց միանշանակ դադարեցել է։ Ձեր ֆոլոուերները ուզում ենք հասկանանք, օրինակ տարբերություն Սարիկ Մինասյանի հետ Թուրքիայի պատմությունները, օրինակ ի՞նչ է ավելացել կամ բանավեճից հետո։ Ժողովուրդը այսօր կտեսնի։ Չունեք ցուցակ, օրինակ Սարիկ Մինասյանը հայտարարում է, որ հավելացել է իր ֆոլոուերները։ Մինասյանի բոլոր հայտարարությունները ինձ համար անհիմն են, որովհետև Սարիկ Մինասյանի ոչ մի հայտարարության մեջ ես ոչ իրականություն եմ տեսել, ոչ դրժություն։ Այն օրը Սարիկ Մինասյանը չտեսակ ինչ արտահայտություններ էր։ 7 տարում իրանց կառավարությունը 5 շենք են կառուցել, փորձեց մի տարում 500 տուն խոստանալ Գյումրեցուն, խոստանալուց մի քանի ժամ հետո, որ կազմակերպությունից խոսած հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը սուտ է խոսում։ Այն կարծիքն է ձևավորվել, որ իշխանապետությունը կսկսվի Գյումրիից, այսօր տեղի կունենա։ Տեսեք, իշխանափոխությունը կսկսվի Գյումրիից, էլի նույն խոսույթն է, որը մարդիկ այսօր նորից եմ ասում, քաղաքական թիմերը փորձում են մասնակցել ոչ թե Գյումրու ընտրություններին, այլ թիմի ընտրություններին են պատրաստվում։ Ես նորից ասում եմ, այս ընտրությունները Գյումրիի ընտրություններն են։ Ոմանց համար ճիշտ է, այդ ձև է, իսկ մեր համար չէ։ Թողեք անցնի այս ժամանակը, ընտրություններն անցնի, ամեն ինչ պարզ կեղնի, ժամանակից շուտ մի խոսացեք։ Ժամանակից շուտ լրատվությունները, սա հայտարարություններով հանդես եկան, շատ թեժ է լինելու, ինչ խնդիրներ ցես լինելու է, համերաշխություն չի լինելու, իսկ հիմա համերաշխություն չկա։ Ինչի համար ենք ասում, որովհետև կարող է օրինակ դուք եք անցնում քաղաքապետի տեխնացու, որոշում եք, որ պետքա ուսապարք գցեք ու սկսեք քայլել Երևան։ Ես չեմ որոշող, այդ ժողովուրդն է որոշել, երբ ժողովուրդը որոշեց, այդ ժողովրդի էլ Մասնիկն եմ ժողովրդի ծոցի։ Օրինակ պատկերացնում եք, դրա համար ենք ասում, որ 16 թվականի ընտրություններին ուսապարկ ու բոթազներ։ Ես ասացի, դա ժողովուրդն է որոշողը, ես ուսապարկով չեմ գնալու, չեմ։ Թուրքիայի քաղաքացիական քարտով գնաք դեպի։ Դուք ձեր արտահայտության մեջ էլի թույլ տվեցիք սխալ, որովհետեւ թույլ չտայիք, ես Թուրքիայի քաղաքացիության ոչ մի բան չունեմ, ոչ եք կեցության ունեմ։ Դուք ֆիքսվել եք այդ թղթի վրա, ես ձեզ ասացի, այդ թուղթը նաև ես չեմ տակցրել, ցույց եմ տվել, նախ ժամկետը հանցել եւ այդ թղթի հետ կապված դուք անհիմն բաներ եք խոսում եւ եթե ես հիմա պահանջեմ դուք ոչ մի բան չեք կարող ապացուցել նախ այդ թուղթը իրավունք չի տալիս ինձ դիմել քաղաքացիության ինձ իրավունք չի տալիս այդ երկրում աշխատելու այդ թուղթը միայն ինձ իրավունք է տալիս ես արագ շուչուտ մտնիմ այդ երկիրը առանց վիզային ռեժիմի որովհետեւ այնտեղ օրենք կա եթե ես 3 ամիս տարվա մեջ եմ մտայել այդ երկիրը ես 6 ամիս մտնելու իրավունք չունեմ որովհետեւ ես այդ խնդիրը չունենամ ես պետք է ունենամ այդ թուղթը Այդ թուղթը ոչ այսինքն իրավասություն չունի, որ ես դիմեմ քաղաքացիություն։ Դուք հիմա կներեք հարգելի լրագրող, անհիմն բաներ խոսեցիք։ Վերադառնալով օրվա թեմային, վախի մթնոլորտ կա քաղաքում։ Ումից։ Որ չմասնակցեն մարդիկ ընտրությունների։ Մարդիկ չուզեցան չեն մասնակցել, Գյումրեցին վախեցող չէ, Գյումրեցին վախեցող տեսակ չէ, Գյումրեցին հիասթափված է։ Ես ասել եմ, նորից ասում եմ։ Թող ժողովրդին համոզեն ճիշտ ներկայանան ճիշտ ծրագրերով ներկայանան ժողովրդին համոզեն որպեսզի ժողովուրդը
դուրս գա, ոչ թե համոզեն ընկեր ախպեր հարաբերությունների մեջ, համոզեն կաղապարով, համոզեն ծրագրով, համոզեն իրենց գործունեությունը ցույց տալով, ձեռք բերեն վստահություն, որպեսզի ժողովուրդը տնից դուրս գա։ Հիմա դուք բավարար չափով համոզել եք օրինակ։ Ինչքան կարողացել եմ, համոզել եմ, այդ է։ Հիմա էս պահին։ Մյուս ընտրություններին ավելի լավ կլինի։ 30 տարի խապված մարդուն մեկից համոզել բերել, դա աբսուրդ է։ Պարոն Ղարաբաղյան, դուք հայտարարել եք, որ ժամը 11-ին եք մոտենալու ընտրության, բայց առանց տեղեկացնելու Տեսեք, տեղեկացնելու մենք տեղեկացրել ենք, որ 12-ին են, քանի որ լրագրողներ կային, ովքեր զանգեցին, մեզի խնդրեցին, որ ժամը փոխեն, քանի որ ուրիշ տեղ կա էլի 11-ին տեխնազոներից մեկը։ Մենք տեղում սպասում էինք ու մենք տեղյակ չէինք տեղեկացնել։ Թե որ դուք որ տեղյակ չեք ինչ ցեմ։ Այն մարդիկ էլ մյուս լրագրողներն է տեղյակ են եղել։ Շնորհակալ եմ։